Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր կրկին անգամ իմ հյուրն է Հայք կուսակցության նախագահ, Սիիսմասիս տելեգրամյան ալիքի հեղինակ Սամվել Կարապետյանը։ Ողջույն պարոն Կարապետյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Մասնակցել եք ընտրություններին։ Բարև ձեզ, նախ մերսի, որ հրավիրել եք։ Իհարկե մասնակցել եմ։ Ես ինքս մի քանի ամիս է կոչ էի անում, որպեսզի մարդիկ գնան եւ մասնակցեն անպայման, որովհետեւ դա յուրաքանչյուրիս քաղաքացիական պարտքն է ու մենք պետք է մասնակցենք ընտրություններին, որպեսզի դրանով ցույց տանք, որ այդ մի երկու րոպեն իշխանությունը մեր մոտ է, մեր ձեռքում է։ Արդյունքներից գոհ եք, նաեւ դա ասեք։ Արդյունքներից լիովին գոհ չեմ, вообще գոհ չեմ, որովհետեւ իմ կարծիքով համոզված եմ դրանում, որ կեղծիք է եղել ու բավականին շատ մեծ, որովհետեւ շփվելով մարդկանց հետ, թե մինչև ընտրությունները, թե ընտրությունից հետո ես հələ մարդու չեմ հանդիպել, որ ասի ես քվեարկել եմ ԿՊ-յոթի, նույնիսկ սոցցանցերում, ասենք թե իմ էջերում, կոմենտարիաներում, թե ուրիշների մեկնաբանություններում կարդում ես, որ մարդիկ շատերը ապշած են, որ ԿՊ-ն այդքան ձայն է հավաքել, որովհետև իրականում այդքան ձեն տվող իրան չի եղել։ Ու հիմա նայելով, բացահայտելով իրանց կողմից ընտրակեղծիքները, թե ընտրությունից հետո զինվորներին մեր, ասենք, բերել էին, արդեն ընտրությունները վերջացել է, իրանք քվեարկում են, ու ես վստահ եմ այդտեղ աշխատել այդ կարուսելի ձևը, ասենք, մտել են, նորից են մտել, սենց է։ Ու տենց լիքը կեղծիքներ կան, արդեն ուժեղ Հայաստանը ներկայացրել է մի քանի տենց կեղծիքների վերաբերյալ նյութեր, ու որ նայում ես, ասենք, ապշում ես, որ էլի ոնց, ասենք, իրանք լինելով այսպես կոչված դեմոկրատ արժեքների կրող, գնում են այդ ձևի քայլի, ու ինձ համար մեկ էլ շատ տարօրինակ էր, որ Փաշինյանը գիշերվա ժամը 2-ին ընտրություններից հետո ափալ-թափալ եկավ, մամուլի ասուլիս արեց ու վախեցած դեմքներով քրտնած, ասին մենք կրել ենք, չնայած որ հələ հաշված էր ընդամենը 20-ից 25 հազար ձայն, 1.400.000 մոտ 1.5 միլիոն ձայնից։ Դա բոլորին է իդեպ ապշեցրել միայն։ Ու ինքը այդքանից ելնելով, սենց իրա թմով ափալ-թափալ եկավ, հասեց ես կրել եմ ու մի քանի ժամ անց նույնիսկ Վրաստանը սկսեց արդեն շնորհավորել ու սենց, հետո շնորհավորեց Ղազախստանը, դե Ղազախստանը բնականաբար թուրք են, իրանք թուրք ազգի ժողովուրդ են ու իրանց ձեռ է տալիս Փաշինյանը, որպեսզի մնա իշխանության։ Պարոն Կարապետյան, ընդդիմությունը ինչ քայլեր է անում, որպեսզի այս ամենը պարզաբանվի։ Կոնկրետ քայլեր կա, որ պատրաստվում է անել։ Դե իրանց լսելով, կարդալով, իրանք բողոքարկել են նորից վերահաշվարկ ընթանում, հենց այս պահին վերահաշվարկ գնում ու 14-ին ամսու մինչև ժամը 2-ը վերահաշվարկը լինելու է ու հետո հրապարակելու են արդեն ոնց որ վերջնական թվերը, բայց ընդդիմությունից ես արդեն դժգոհ եմ այդ ձեռնարկություններից իրանց բռնած գործից, որ ասենք փոխանակ հենց ամսի 7-ին երեկոյան հավաքվեինք հրապարակում, որպեսզի մենք մեր աչքի դեմը ուղիղ եթերում այդ ամեն ինչին հետևեինք, ասենք եթե ընդդիմության քվեարկողների, չգիտեմ, 1/5 մասը նույնիսկ կար հրապարակ, որպեսզի ուղիղ եթերով հետևեր ու տեր կանգներ իր ձայնին ու իշխանություն տեսներ, որ իրականում շատ մարդիկ ընդդիմություն են ընտրել, ընդդիմությունը դա չկազմակերպեց ու չգիտեմ, տները նստած երևի գույնակները ձեռքերը ուզում էին նշեին հաղթանակը, բայց իրանք պետք է պատրաստվեին ոչ թե հաղթանակի, այլ պարտության, որպեսզի հաղթանակ ունենային, բայց իրանք տապալեցին այս ընտրությունները ու հիմա իմ կարծիքով իրանք կվերցնեն մանդատները, որ եթե վերցրին, իրանք իրանց վրա խաչ կդնեն, ժողովուրդը կկորցնի իրանց նկատմամբ հավատը, կհամարեն, որ սրանք նույն սիստեմից են, հիմա չգիտեմ իրանք ինչ են սպասում, հələ ոչ հայտարարել են, որ վերցնելու են, ոչ հայտարարել են, որ չեն վերցնում, հիմա սպասում են վերջնական արդյունքներ, բայց իմ կարծիքով իրանք վերցնելու են։ Հիմա տեսնենք, եթե Բարգավաճ Հայաստանը վերջնական կմտնի ազգային ժողով թե չէ, ըստ դրան
իրանք արդեն որոշում կկայացնեն։ Դեռևս տարօրինակ լռությունը։ Հա։ Եթե ընտրություններ լիներ վաղը, էլի կընտրեիք նույն ուժին։ Եթե ընտրություններ լիներ վաղը, այո, ես էլի կընտրեի նույն ուժին, բայց ես ինքս այս անգամ կգնայի, կկանգնեի հրապարակում, կոչ կանեի, որ բոլորը կան, չնայած որ մինչև հետ եմ մտածել, բայց հետո մտածեցի, որ ասենք երևի դա ինձանով չի որ պետք է որոշվի դենց բան, բայց միգուցե դա օգներ դրա համար, այս անգամ հա էլի կքվեարկեի նույն ուժին ու այդ քայլերս կանեի ու չգիտեմ դա ինչքանով օգուտ կտար, բայց իմ կարծիքով կոնե ինչ որ լիովին արդար ընտրություն հնարավոր է։ Այս համակարգը, որ մենք հիմա ունենք, այս ընտրական օրենսգրքով ինձ թվում է չէ, որովհետև շատ բաց բաներ կան ու վերահսկելը շատ դժվար է, դրա համար իմ կարծիքով այս մեր ընտրական այս ընտրությունների հետ կապված ամեն ինչ պետքա փոխվի, պետքա նոր օրենքներ մշակվի, նոր մեխանիզմներ, որպեսզի մինիմացվի այդ ընտրագեղձիկների վերաբերյալ ամեն ինչը։ Փաստորեն չեք հավատում, որ ընտրություններն արդար էին։ Չէ, ընտրությունները, ես ճիշտ ասած ընտրություններին երբեք չեմ հավատացել, նույնիսկ անցած անգամ քաղաքապետարանի ընտրություններին ես միշտ կոչ եմ արել չմասնակցել ընտրություններին, որովհետև ընտրությունները 100% իրանք կեղծելու են ու մենք մեր մասնակցությամբ ոնց որ լեգիտիմացնենք իրանք կեղծիքը, բայց այս անգամ քանի որ չգիտեմ, sense իմ մեջ հավատք արտնացա, որ եթե քվեն բարձր լինի, ապա իրանք չեն կարողանալու կեղծեն, դրա համար արժի գնալ անպայման մասնակցել, ես իրականում հավատացի այդ ամեն ինչին, այդ գաղափարին ու ես ինքս գնացի, իմ սա ծանոթ բարեկամին հորդորեցի գնալ, չգիտեմ, իմ սոցցանցերում ես կոչեր էի անում ամեն օրվա ռեժիմով մի քանի անգամ, որ անպայման գնացեք մասնակցեք, որովհետև բարձր քվեի դեպքում չեն կարող կեղծել, բայց արիուտես նույնիսկ այդ դեպքում կեղծեցին ու ինձ թվում է ընդդիմությունը չի հասկացել իշխանությունը իրանց որտեղա գցել, ասենց ասած, եթե դա բռնած լինեին իրենք հասկացած ինձ թվում է արդեն շուտանից հրապարակել էին, բայց որ իշխանությունը հաստատ գցել է ընդդիմությանը ու մեր ժողովրդից, ես դրանում համոզված եմ։ Ինչ կլինի, եթե ընդդիմությունը որոշի վերցնել մանդատները եւ մտնի ազգային ժողով։ Եթե ընդդիմությունը վերջնական որոշի վերցնի մանդատներ ու մտնի ազգային ժողով, իմ կարծիքով ընդդիմությունը կդառնա տանձիկ իշխանության համար, իշխանությունը կսկսի իրանց ամեն օրվա ռեժիմով, չգիտեմ, նվաստացնել, sense իրանց վրա կոնտենտ ստեղծել, չգիտեմ, իրար վրա ճղճղալ, կորգռալ, ժողովուրդը դրանից sense նայելու է, զզվելու է, չգիտեմ, ինչ որ հիասթափություն է մեծ ապրելու, որովհետև դա մենք 5 տարվա այս վերջում տեսել ենք, ոնց է ընդդիմությունը աշխատել ու իշխանությունը ու ես համոզված եմ հիմա եթե նույն ձևով մանդատ վերցնեն մտնեն, իշխանությունը այս դեպքում ավելի կուժեղանա, ավելի իրան sense տուխով կզգա, կսկսի ավելի sense, չգիտեմ, ավելի գռեհիկորեն վերաբերվել ընդդիմության հետ ու ժողովուրդը վերջնական կհիասթափվի թե ընդդիմությունից, թե իշխանությունից, մյուս ընտրություններին հաստատ քվեն իմ կարծիքով 40%-ն էլ չի անցնելու, որովհետև մարդիկ արդեն չեն հավատալու ընտրություններին, նույնիսկ կարող ես նկատի ունեք 5 տարի հետո։ Հա, դե մյուս ընտրություններին, կարող նույնիսկ ես ինքս էլ չմասնակցել ընտրություններին, որովհետև տեսնում եմ առաջարկում այս առաջարկում չվերցնել ընդդիմության, դուրս գալ, խաղաղ ձևով բողոքել, պահանջել նոր ընտրություններ։ Հազար ընտրություն, որովհետև էսիլերը կեղծիք է։ Ու նոր ընտրությունների վաղտ ամեն, չգիտեմ, ընտրատարածքում ամեն ձևով վերահսկվի ամեն ինչը, թե ընդդիմության կողմից, թե իշխանության, ու վերջում վերահաշվարկի ժամանակ միացնեն ուղիղ եթերից ամեն մի ընտրատեղամաս, ու այդ ուղիղ եթերը մեծ էկրաններով ցույց տան սա հանրապետությունով ու ժողովուրդը դուրս գա, ասենց իր աչքերով հետևի ոնց են հաշվում։ Միայն այդ դեպքում մենք կարողանում ենք մեր ձեռների տերը լինել։ Հակառակ դեպքում 5 անգամ հիասթափվում է մի ողջ ժողովուրդ։ Հա, հակառակ դեպքում օրինակ դուք չեք հիասթափվել։ Բնականաբար ես վստահ եմ հիասթափված եք ասացക്കുന്നത്, ու դա սավից շատերից մոտ է այդ հիասթափությունը։ Դրա համար իմ կարծիքով հիմա մի օր առաջ, հələ մի 5 օր առաջ այդքան միասնական, որ միասին չվերցնի մանդատները։
Հա, իմ Կարծես կարծիքով ներսում ղժդժություններ իրենք էլ ունեն այնուամենայնիվ։ Չէ, իմ կարծիքով դեռ մինչև հիմա ընդդիմությունը դեռ գործում է միասնական, ասենք հələ ոչ մի ուժ չի հայտարարել ես մանդատ եմ վերցնելու կամ չեմ վերցնելու, Կարծես թե անհատներ կային ուժերից, որոնք որոշակի ակնարկել էին։ Հիմա անուններ չտամ, բայց որոշ անդամներ կային որոշ ուժերից, կարծես թե ակնարկել էին, որ ուզում են վերցնել։ Չէ, ճիշտն ասած չեմ լսել, դե հիմա ինչ որ անդամներ կարան բան անել, ինչ որ բաներ ասեն, բայց վերջնական որոշումը, ասենքն օֆիցիալ դեռ հայտարարված կուսակցությունից ոչ մի բան դենց չի հայտարարված, այլ հակառակը լսել են, որ Հայաստան դաշինքը բողոքարկել է սահմանադրական դատարան, ուժեղ Հայաստան եւ Բարգավաճը բողոքարկել են, որպեսզի վերահաշվար լինի, ու հիմա այդ ընթացքի մեջ է։ Բայց ես հուսով եմ, որ իտոգում ընդդիմությունը չի վերցնելու մանդատ, չի գնալու իշխանության հետ համագործակցության, չի մտածելու, որ եթե մանդատ չվերցնի, ինչ որ չգիտեմ, միլիոններ կկորցնեն, ինչ որ ճնշումների տակ կընկնեն, դրա համար ես մտածում եմ ու հուսով եմ, որ իրանք իտոգում չեն վերցնելու ու դուրս են գալու փողոց, որտեղ ժողովրդի մեծ մասը իրանք այդ դեպքում կաջակցի, հակառակ դեպքում ժողովրդի աչքից իրանք կընկնեն, ժողովուրդը իրանք վրա խաչ կքաշի ու կմտածի, որ իրանք նույն կաթսայի մեջ են, նույն ձևի համագործակցում են, ի սկզբանե պրիչոմ ու այսքան ժողովրդին խաբեցին, շոու սարքեցին ու գլխներից խաղացին, մեզ օգտագործեցին իրանք այս նույն համակարգում մտավախություն չունեք այսքան բաց խոսելու համար։ Չէ, իմ կարծիքն է ու մենակ իմ կարծիք, եթե ես իմ կարծիքի համար պետք է ինձ գան ինչ-որ բան անեմ, իմ ազգի 80%-ին պետք է նույն բանը անեմ։ Որովհետև կարծես թե վերջերս ֆիքսվում են։ Դե հա, հիմա իշխանությունը վախեցած նույնիսկ բլոգերներին են բռնում, ինչա իրանց մասին իրանց կարծիքն են հայտնում, դա իմ կարծիքով շատ սխալ ստրատեգիա է ու այդ վաղ իրանք ցույց են տալիս, որ իրանք նույնիսկ բլոգերներից են վախենում ու փորձում են դրանով ճնշում գործադրել, որ մյուսներին էլ չխոսան։ Այսինքն Հայաստանում չկա այն ներկայացված խոսքի ազատությունը։ Չէ, իհարկե չկա, դա վենակ Փաշինյանի ասած ստերն է, հետո ինչ ասում մի օր առաջ կամ մի ժամ հետո կամ մի տարի հետո լրիվ 180 աշճանով ուրիշ բան ասում ու տենց 8 տարի ազգին մանիպուլացնում է, խաբում է, ինքը խաբեբա ղեկավար է ու ես ամոթ եմ զգում, որ այդ ձևի խաբեբա մանիպուլատոր ղեկավարը այս ձևի հին ազգի, խելացի ազգի ղեկավարն է ու ես ապշած եմ, որ իմ կարծիքով մի 300-400 հազար հոգի ռեալ իրան ձայն է տվել, մնացածը լցրած է ու ես ապշած եմ, որ այդ իրականում իրանով ձայն է տվել, այդ 400 հազար հոգին ոնց է մտածում, ինչով առաջնորդվում, որ ասենք այդ մարդուն նորից իրան ղեկավար է անդրում, ասենք ոչ տեսք ունի, ոչ խոսելու բան ունի, ճիշտ, իր խոսքերը ամեն ինչն է կարևոր է, ոչ իր խոսքի տերն է, ոչ իր խոսքն է հարգում, ոչ իր ասածները, եթե այդ մարդը ոչ իր խոսքն ասում, ոչ ասածները, այդ մարդը ուրիշների ոնց կհարգի, կամ մենք ինչից հելնելով պետք է իրան հարգենք, եթե ինքը իրան չի հարգում, ես չի պետք է իրան հարգեմ։ Ուրեմն ինչու են մարդիկ ընտրում մեծամասնությունը, ինչու են ընտրում նման ղեկավարի։ Դե որովհետև մեծամասնությունը չի ընտրել, նույնիսկ իրանց հրապարակած արդյունքներով ինքը մեծամասնություն չի, ասկի կեսը չի ընտրել։ Լավ, վերցնենք 40%-ը, ինչու են ինչ որ զանգված ընտրել է, ու այդ զանգվածի ինչ որ մաս երևի տեսնում է Նիկոլին ինքը իրանց արտացոլանքն է։ Դրա համար ընտրել, ես չգիտեմ, պետք է ոնց բացատրեմ, բայց կա մասսա, որ խոսքի իր արտացոլանքն է, ասենք պիրաշկի է, ու չգիտեմ, փորչուլուղ է ուտում հայերեն ասած կյազար, հա։ Ու այդ իրանց դուր է գալիս, որ ղեկավարը իրան այդ ձևը պահում ու ասում է, այդ հալեմ սու ընտրեմ Նիկոլ հազոր Նիկոլ ցար։ Եթե ընդդիմությունը չանի քայլեր, որն է լինելու անձամբ ձեր հաջորդ քայլը։ Դե ես ոչ ռեսուրս ունեմ, ոչ ինչ որ, չգիտեմ, մեծ ուժ եմ ներկայացնում, որ կսատարեք, կշարունակեք սատարել ընդդիմությանը, որովհետև մինչև հիմա Չէ, եթե ընդդիմությունը ոչ մի բան չի անելու, համազանելու մտնել իրանց, ես ընդդիմությանը չեմ սատարելու ու ես 21 թվին էլ էի սատարում, հետո հիասթափվա, հիմա էլ ցենց չգիտեմ, հավատացի, ասի երևի այս անգամ հաստատ մինչև վերջ էթացող եմ
էլի ամեն ինչս կողքի դերի սկսեցի սատարել ու ինչ արդյունքում լիքը հայհոյանքներ եմ ստանում, չգիտեմ, ինձ ասում են ծախված, ռուսի ստրուկ, ամեն ինչ ասում են, ես կարող եք ուշադրություն ճիշտ ասած չեմ դարձնում, բայց թե ասենք ես այդ ամեն ինչը կողքի դրած, հավատացի, սատարեցի ու ֆեյքերն ամենուրեն։ Հիմա իրանք ասենք ապազիցիան իրան այդ ձևը պահում, ոնց որ սաղից սենց պաստավկա է անում էլի, ու ես հաստատ իրանց չեմ սատարելու, եթե իրանք մանդատ վերցրին ու մտան Նիկոլի համար աշխատելու որպես տանձիկ։ Շնորհակալ եմ կարծիքի համար, հուսանք ձեր ասածը կլինի, հուսանք մանդատները չեն վերցնի, կլինի նոր ընտրություն եւ էլ ավելի արդար ու սպասված արդյունքներ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար, սիրելի հետևորդներ, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Հայք կուսակցության նախագահ Սիսմասիս Տելեգրամյան ալիքի հեղինակ Սամվել Կարապետյանը։